շարունակեմ որպես ԲՀԿ քաղաքական թիմի ներկայացուցիչ ոնց եք պատկերացնում ԲՀԿ-ի հետագա քայլերը այս ամեն ինչից հետո ղեկավարի ձերբակալությունից հետո եւ նաեւ ԲՀԿ-ի ձայների շատերը նշում են, որ գողացվել է, չգիտեմ, օրինակ Հայաստանում ամեն ինչի փորձագետ կա, նշում է, որ քանի որ ինքը կարծում է, որ ԲՀԿ-ն կա շարքաբաժանել, ուրեմն ճիշտ են արել, որ ԲՀԿ-ի ձայները գողացվել են կամ այսպես է եղել, ամեն ինչի փորձագետ կա Հայաստանում։ Ինքը այդպես է կարծում, օրինակ, ինչ եք կարծում որպես քաղաքական թիմի ղեկավար, ինչ հետագա քայլեր եք ձեռնարկում այս իրավիճակը հաղթահարելու համար։ Նրանք եթե հնարավոր 5 րոպե բան հասկանա։ Չէ, իհարկե, թույլ տվեք ես չմեկնաբանեմ, հա։ Հասկանում եք, ես հոգեբան չեմ, հոգեբույժ չեմ, չգիտեմ։ Ես չեմ կարող մեկնաբանել, հա, մի հայտարարություններ, որոնք ըստ էության հա պայմանավորված են արդարացնել այն իրավիճակը, որը կա։ Ես կարող եմ ասել մի բան, պարոն Ծառուկյանի ձերբակալությունը ըստ էության ամենացայտուն օրինակն է, թե ինչպես է համակարգը ինքն իրեն ոչնչացնում, որովհետև Ծառուկյանի ձերբակալությունից հետո, որը հա շատերը ասում են, դա ինչ էր վրեժ էր, դա ճնշման ինչ որ մի գործիք էր, դա արտաքին պատվեր էր, դա վախեցնելու գործընթաց էր, ես դες կպատասխանեմ հետևյալ ձևով, դա այդ ամեն ինչ էր, այսինքն ամեն ինչ դուք ենթադրում եք մեջը կար։ Ինչ վերաբերվում է Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիրը Գագիկ Ծառուկյանը պայքարել են, պայքարում են եւ շարունակելու են պայքարել հայ ժողովրդի, հայ ազգի, Հայաստանի Հանրապետության շահերի համար ի բարօրություն հայ ազգին։ Իհարկե այս սենց վերացական ընդհանրական խոսքերը այնքան են օգտագործել, որ իրենք Բարգավաճի մասով չէ, առհասարակ, հա, որ իրենք կորցնում են իրենց, գիտեք, այդ սկզբնական, հա, նշանակությունը, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ ասել մի բան։ Մենք ուրիշ Հայաստան չունենք, մենք ուրիշ հայ ազգ չունենք, մենք չունենք հնարավորություն բոլոր առումներով նստել եւ նայել, թե ինչպես է մեր երկիրը վերածվում թուրքական դուքյանի անունն էլ Արևմտյան Ադրբեջան։ Իմիջիալոց եւս մեկ անգամ կրկնեմ, այս վտանգի մասին ուղղակի մատնանշել էր Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը։ Այսինքն սա ինչ որ ընդդիմության քայլերը չեն, խոդերը չեն, այն որ բղավում էին, որ ով դրա մասին խոսում, այնքը թշնամական թեզ ա բերում կամ շպիոնա բան, հիմա մի հատ դուք ձեր մեջ պայմանավորվեք, դա հիմա թշնամական թեզ ա, թե Հայաստանի Հանրապետության ամենալրջագույն կառույցներից մեկի զեկույցում զետեղված դրույթ է։ Ինչ վերաբերում է պարոն Ծառուկյանին, կարող եմ ասել վստահաբար եւ առանց ինչ-որ վերապահումների։ Այն ինչ կատարվում է իր հետ, ըստ էության կատարվում է ամբողջ երկրի հետ, բոլորիս հետ, Ժողովուրդ ջան։ Սա մենք պետք է շատ հստակ ֆիքսենք։ Մարդիկ կասեն ոնց, շատ պարզ էլեմենտար օրինակ։ Հազարավոր մարդիկ 10,000-ից մինչև 20,000, հա, այսօր հացի խնդիր ունեն։ Այսօր հրապարակվել էր պարոն Ծառուկյանի խոսքը բանտից, որտեղից մարդը բանտում նստած, ասում եմ, ես ասում եմ, իմ սիրտս ցավ է տանում, որ մարդիկ, ընդ որում մեղ մարդիկ, ընդ որում ասեմ այն մարդիկ կան այնտեղ մարդիկ, ովքեր քվեարկել են այս իշխանության օգտին։ Հիմա դուս են գալի, ասում են ոնց մենք ձեզ ձեն ենք տվել, որ մեզ դուրս շպրտեք սոված ծարավ։ Հա, ժողովուրդ ջան, հենց այդպես ձեն եք տվել, որ ձեզ շպրտեն դուրս սոված ծարավ, եւ դա բնավ միայն Ծառուկյանի հիմնարկներին չի վերաբերվում։ Իշխանության առաջի քայլը ո՞րն էր ընտրություններից հետո։ Ակցիզների բարձրացումը։ Երկրորդ քայլը ո՞րն էր։ Բժշկական
ապահովագրության շահառուների կրճատումը։ Երրորդ քայլը որն էր։ Նախկին Փարոսի սոցիալական օգնություն ստացողների քանակի շեշտակի կրճատումը։ Բարի գալուստ նեոփաշիզմ։